ձեր ուշադրության կենտրոնում է, այստեղ դուք եք հարազատ։ Բա ինչ եղավ, ինչու մենք տեսեք անհետ կորածների, պայթյունից անհետ կորածների ծնողները, ինչ եղավ, որ գոնե մենք 0.1 քայլ արձանագրում չունենք այս բանի։ Չէ՞ որ դուք եկել եւ ասում եք։ Հստակ ձևակերպ եք իմ ասելիքն իմ մասին մի խոսեք։ Չէ, դուք երբ որ մոտեցաք, դուք ասում եք, որ դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էիք հրավիրում։ Ինչ է արվում, կարող եք ասել։ Տեսեք, այստեղ ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, մեծ որդի անհետ կորած, ինչ է արվում։ Դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում։ Կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Բայց որոնական աշխատանքներ որպես այդպեսին կատարվում են, չեն կատարվում, կատարվում պիտի Արցախի տարածքում։ Ներկապային չեն կարող կատարվել։ Բայց ինչ արդյունքի մասին կարող եք խոսել։ Ես չեմ կարող արդյունքի մասին այս բանը խոսել, ասում եք, քանի որ քննչական կողմը թույլ չի տալիս իրանողական աշխատանքներ։ ես չեմ կարող Այդպես խումբ է գնում, օրինակ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին է խոսում, խաղաղության մասին է խոսում, բայց հումանիտար հարցի խոսեք, որ կարողանան պատասխանել։ Ներողություն, հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանել, ես ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք։ Եվ ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունենք։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետեւ եւ դրանով չեք մտածում որևէ։ Շարունակեք։ Ծնող է, ես ինչ ասեմ ծնող։ Ուրեմն ես ասեմ, այն ամենը ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Ծնողները տեսեք։ Կարող ենք մի հարց տալ ծնողը կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել տալ։ Միած հարց, քննչական բաժնին եք ասում եք ներկայացրել եք իրանց, թղթերը իրաց ձևն է։ Մոտիկանում եք քննչական բաժնին ասում է գնացեք կառավարություն։ Կառավարությունից զարգում են ազգային անվտանգություն։ Մուտքերել եք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում հիշում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես կտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում։ Արդարացի խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Ներողություն, Մակի Գրասենյակի հանձնակատարը, ով ապրիլին ընդունել հավատարմագրեր էր ներկայացրել, եւ օգոստոսին ես հանդիպել եմ իրեն, մի րոպե, ես չեմ ուզում, որովհետեւ այստեղ սուտը չի։ Մակի Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այցելության, Ռուզանա, ինձ տեղեկացրել է, ես դա հրապարակավ ասել է, որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ։ Ես փաստերով եմ խոսում։ Եթե ես պատասխանում եմ, ես փաստերով եմ խոսում։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ մտածեք։ Ուրեմն շարունակենք։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածի ձեռքբերում եւ զոհված ծնողների կողմից մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցություն իրենց։ Իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի։ Հարգելի ծնողներ, դուք քայլ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասեք, դուք քայլ տեսել եք, արված քայլ։ Ոչ մի քայլ։ Բա ինչ են ասում։ Ստից որևէ։ Եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ։ Իդեպ այստեղ մեզ մոտ կա Արտաշիրի
պահանջող։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են վերում տանում, Ես նման հարցին եկեք չպատասխանեմ, այդ փորձում են ձեր վերում ներկայացնել։ Հիմա հնարավորական ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, իսկ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ես ձեզ համար այս ծնողներից, ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափելի լինի, որտեղ դուք էլ կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքն ընդունելի լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։ Հստակ ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել, գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց ծնողները, բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու՞ չի։ Դատախազը մինչև հիմա չի ընդունել, ժողովուրդ ինչի մասին է խոսքը։ Գլխավոր դատախազը ծնողներին չի ընդունել։ Ժամանակ առ ժամանակ կառավարությունը վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ես չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ, դուք կներեք, լսեցիք ծնող է խոսում։ Եկեք վերջին անգամ լսեցիք ծնող է խոսում։ մի վարքյան, 3500-ից ավել Ձեր հետ թիկունքում կանգնած ծնողն է ասում, քանի անգամ նամակ է գրել։ 3500-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզը որ հնարավոր չի։ Նույնն է, Համալիրի դահլիճում հավաքի հանդիպում կազմակերպի ամիսը միանա։ Եթե հանդիպումը ինքնանպատակ չի, եթե Մարդը հանդիպումը խնդիր ունի, քանի անգամ եք դիմել։ Շատ է դիմել, ինչու չի ընդունել այս ծնողին։ Այստեղ ծնող կա երկու զավակ է կորցրել, ինչու չի Տիկին ընդունել։ Ռուզաննա, ես ձեզ ասեմ էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը Ես չեմ ուզում բան։ Դուք հիմա ասում եք ընդունել է, այո, ընդունել է, Արսեն Ղուկասյանի մորը ընդունել եւ ասել է ձերբակալելու եմ քո տղայի ու ձերբակալեց, այո, ընդունել է։ Այդ մասին խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի առաջ չեն անետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպում։ Արսենի մայրը դա եմ ասում, այո, ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ներողություն, ես մի հարցեր ունեմ։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին։ Հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության Ոչ մի բան։ Իսկ ավելավա ծնողները խոսեն, հարկեր լրագրողներ, որովհետեւ Չէ, բայց ում ծնողները ձեզ հարցեր են։ Եթե հարց եք տալի, ուրեմն պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնատիպ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվում բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Հիմա տեսանելի Մի վարքան խնդրում եմ, թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ, մի ընդհատեք։ եւ հարցին հավելում իսկ արդյոք Ներողություն, բայց Ինչ պիտի ասի, որ